Ինչ եք կարծում, մեզ ինչպեսի ղեկավար է պետք։ Ժողովրդի հոգսերով ապրող ղեկավար։ Դե արդեն ժողովուրդը կորոշի իր բանականությամբ, իր իմաստությամբ կզանազանի այդ ամենը։ Չէ, գիտեք ոնց։ Մենք վարչապետ չունենք այսօրվա դրությամբ։ Ես չեմ համարում վարչապետ։ Եթե մի մարդ հաշվի է առնում, որ ասենք բանվորը այն թոշակառուն, որ խոսքի ասենք այդ փողը ինչ է անելու, եթե ավելացնեն իր թոշակը, էլ ինչ վարչապետ։ Ինչ վարչապետ, եթե մակարդակ չունեն։ Մենակ Սամվել Կարապետյան։ Դե թոշակները կարգավորի, ամեն դեպքում ժողովրդի կողմից լինի։ Թոշակները դա չի նշանակում, որ թոշակները ինքը բարձրացնում է իր առևտրի տեսակը, դա չի նշանակում, որ բարձրացված է։ Մենք կուզենք, որ հզոր դառնա, չունենք հզոր ղեկավարներ, ունենք վախկոտ, ղզողլան ղեկավարներ, որ թուրքի դեմ գնացել չոքեր, թուրքից ներողություն խնդրել։ Նման մարդիկ ավելի լավ մի օր շուտ, երկու օր շուտ ոչ թե մեռնեն, սատկեն, որ այս ժողովուրդը իրանք իմանան ինչ կանեն իր հայրենիքը պահպանելու համար։ Ժողովրդի համար մի բան անի։ Հայաստանի հզորացման համար աստվածապաշտ ղեկավար է պետք, ուրիշ ոչ մի բան։ Հայրենասեր, ազգին նվիրված ազնվորություն։ Ոչ Նիկոլի նման։ Ուժեղ որ ճշնամիները վախենան, մեր երկիրը խաղաղ լինի։ Ազգասեր, երկրասեր, որ երկրին տեր լինի, ժողովրդին տեր լինի։ Հայաստանում ինչ ամենասեր որ խոսենք։ Հայաստանը խեղճ երկիր է դարձել։ Պարզ ու խելացի։ Հզոր Հայաստանում ապրենք, հզոր վարչապետ է պետք։ Հայրենասեր, կենտրոնամետ, Հայաստանակենտրոն, ամենակարևորը, ուժեղ, հոգով, սրտով, պիտի չանի այն ինչը որ անում է Նիկոլ Փաշինյանը օրինակի համար։ Երկիրը հզորացնի, այնց անի, որ թշնամիների դեմ չհամաչենք, չընկրկենք, հայ զինվորին, այնց պետք է անի, որ հայ զինվորին փեդով չտպեն լարեն պոստերից, առանց զենքի, առանց ոչ մի բանի։ Տեսել եք, էլի դուք եք տեսել, ինչա կատարվում։ Ավելի առողջ, որպեսզի պատկերացնի մեր ապագա հայրենիքը։ Ուժեղ, խելացի, գրագետ։ Մտածի ազգի մասին։ Հզոր ղեկավար։ Կարողանա ինքը աշխարհի այնպես, որ ժողովրդին դուրը գա, ժողովուրդը գոհ լինի։ Սա է կարևորը։